ինչ է կարծում այդ մասով, այ որ կարգալույծ եղած քահանան պատարակա մատուցում, իսկ քահանաներին թույլ չեն տալիս։ Որտեղ քահանաները իրանք չեն արդարացնում։ Իսկ կարգալույծ եղած քահանան իրեն արդարացրել է ձեր կարգալույծը դա անօրինական կարգալույծ է եղել։ Բայց չէ որ այդ նույն ձեր խոսքերից ելնելով անօրինական կաթողիկոսն է նրան օծել։ Իսկ դա ինչպես է լինում։ Նա իրավունք չուներ կարգալույծաներ։ Իսկ օծելու իրավունք ուներ։ Օծելու իրավունք ուներ։ Այսինքն նույն մարդը օծելու իրավունք ունի, բայց կարգալույծանելու իրավունք չունի ըստ ձեզ։ Հա։ Այ իսկ ինչ է արել կարգալույծ եղած քահանան ձեր կարծիքով, որ ձեր համակրանքը վաստակել է։ Որտեղ ինքը Աստծո ընտրյալն է։ Իսկ կաթողիկոսը կաթողիկոսին մաքրել եկեղեցուց։ Այ իսկ ինչ է կարծում։ Տեսեք արդեն մի քանի սրբազաններ ունենք բանտարկված, այլ եկեղեցականներ ունենք։ Քաղաքականության հետ նրանք չխառնուին։ Բայց չէ՞ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են եւ օրենքը չի արգելում որևէ կարծիք ունենալ։ Կարծիքը ուրիշ բան, բայց քաղաքականության մեջ մտնելը դա ուրիշ բան։ Իսկ ինչ են արել կոնկրետ ձեր կարծիքով, որ կարելի էր բանտարկել իրենց։ Նրանք օրինական իշխանության դեմ են, նրանք դավաճաններ են փաստորեն։ Մի մարդ, որ ժողովրդին կոնք չի, նա իրավունք չունի։ Բայց չէ՞ որ հենց ժողովրդի ընդդիմադիր զանգվածի կողքին են, ժողովուրդ չի ընդդիմադիր զանգվածը ըստ ձեզ։ Ժողովուրդ է, բայց մեծամասնությունը իշխանության կողմն է։ Շատ լավ։ Ամեն մի խմբավորում իրավունք չունի։ Դուք կարծում եք իշխանության սատարողները մեծամասնություն են։ Այո, անպայման։ Իսկ այ երեկվա կադրերից պարզ դարձավ, որ իշխանությունները կիրառել են իրենց լծակները, վարչական ռեսուրս եւ այլն, պատգամավորներ կային, համայնքապետեր կային, իշխանության ներկայացուցիչներ, այ անգամ ավականու անդամ կար, որը այդպես էլ չընդունեց, որ ինքը որևէ կապ ունի իշխանությունների հետ, աղանդավորականներ կային, շատ երեք են տեղի, դրան ոնց եք վերաբերվում։ Աղանդավորները կաթողիկոսի պատճառով աղանդավորները շատացել Հայաստանում, որտեղ ինքը իր տեղում չի։ Չեմ կարող ոչինչ ասել, ուղղակի տարօրինակ է, որ լսում եմ, որ օծյալ քահանաներին չեն թույլ տվել մտնել, իսկ իրանք ուզեցել են մտնեն։ Իհարկե ուզեցել են, բայց մեծաթիվ մարդիկ, այսինքն ոչ համազգեստով ոստիկաններ, ԱԱԾ-ականներ եւ որոշ սատարողներ։ Իսկ որ քահանայի մասին է խոսքը։ Հովանավանքի նախկին տերարամի Ստեփանազան, որը երեխա ուներ եւ այլն, հա։ Հա, բայց կարգալույծ էր եղել, կարգալույծ էին արել։ Հա, կարգալույծ էին արել։ Այս երկրում ամեն ինչ սպասելի է, իմ համար տարօրինակ էր առաջ։ Գլոբալ, տեսեք մի քանի սրբազաններ ունենք, թեմերի առաջնորդներ կալանավորված, 15-ից ավել հոգևորականներ ունենք արդեն կալանավորված։ Իսկ ինչու համար են կալանավորված։ Ինչն է խնդիրը։ Տարբեր քրեական գործերով անցկացնում են իրենց։ Դե գիտեք ոնց սովորական մարդիկ եւ քահանաները օրենքի առջև բոլորս հավասար են։ Եթե ունեն իրանք իսկապես մեղքեր, որի համար իրանք կալանավորել են, դա մի այլ հարց է։ Եթե սարքում են, սարքած է, միտումնավոր, դա այլ հարց է։ Պետք է քննել, որ հասկանալ ընդհանրապես։ Իսկ տեսեք, դուք ասում եք պետք է քննել։ Ինչպես եք վերաբերվում, որ իշխանության ներկայացուցիչները իրենք ազդարարում են, իրենք անոնսավորում են, իրենք կարծես վճիռը տալիս են արդեն, մի քանի ամիս մարդկանց պահում են, հետո դեպքեր ենք ունեցել, չէ՞ որ մարդիկ արդարացվել են, սրան ինչպես եք վերաբերվում։ Շատ վատ, դրական իհարկե չեմ կարող, բացասական, բայց ամեն գործի մեջ իրանց օրն է կգա, բումերանգա կյանքը, եթե դա սարքած է միտումնավոր, իրանց վրա էլ դա կգա, կանդրադառնա անպայման, լինեն քահանա, թե սովորական մարդ, թե պաշտոնով մարդիկ, անպայման կանդրադառնա, որովհետև չի կարելի օրինակ միայն հրամաններին հետևել, պետք է հասկանալ ճիշտ հրաման են, օրինակ հրաման են տալի ոչնչացնել քաղաքը, որտեղ փոքրիկ երեխաներ են, որոնք անմեղ են եւ այլն, եթե պետք է այդ հրամանին հետևեն եւ կատարեն, ինչ կարող եմ ասել այդ մարդկանց մասին, որ բումերանգա կյանքը իրանց էլ է գալու։ Իսկ ինչ մնում է, եթե մարդը պաշտոն է ստանձնել ու հավուտ պարշաճի չի կատարում իր
հրահանգները, այսինքն իր թիմակիցներին չի վերաբերվում, բայց վերաբերվում է մեկ այլ մարդկանց, դա էլ է կյանքը բումերանգ ստանալու է Իրանը։ Այսինքն չեմ անվանակոչում մարդկանց, անունները չեմ տալիս, բայց ինձ թվում է եթե սա հրապարակեն, պարզ։ Իրանց պետք է հանգիստ թողենք։ Ոչ չեմ կարող ասել։ Այսինքն նորմալ է ձեր համար, որ կարգալույց եղած քահանան ցույց չի տալիս այլ օցիալ քահանաների մուտքը եկեղեցի։ Չէ, նորմալ չի։ Պատարակամարտ։ Նորմալ չի, ինձ թվում է։ Իսկ ընդհանուր է իրավիճակի մասով մի քանի սրբազաններ են կալանավորված, 12-ից ավել հոգևորականներ։ Ինչ եք կարծում։ Կարծում եմ, որ շատ սխալ է։ Ինձ թվում է եկեղեցին են կառույցն է, որ պետք չի խառնվել։ Նաև չի էլ նայվում հայ ազգին, որ եկեղեցականները կալանավորված։ Իսկ երեկվա պատարակից հետո վարչապետը հայտարարել է, որ մյուս կիրակի էլ է գնալու կարգալույց եղած քահանայի մատուցած շակերտավոր պատարակին մասնակցելու։ Այս մասով ինչ եք կարծում, ինչ են ի վերջո ուզում ստանալ։ Այդ մեկը չեմ կարող ասել, բայց ամոթ է հայ ազգին սազական չի։ Եթե դրա կարիքը կա, եթե դա օրինական է, Կարգալույց եղած քահանա է եղել եւ այլ օցիալ քահանաների մուտքը արգելել են։ Ես չեմ հասկանում կարգալույց քահանան ինչա։ Գիտեք ինչ, ես աթեիստ եմ, հավատացյալ չեմ եւ չեմ կարա ինչ որ այս հարցը։ Նորմալ է կատարվողը ձեր համար այսինքն։ Երևի հա, կարծում եմ այո։ Չգիտեմ ինչ կարծիք ունենամ։ Այ օցիալ քահանաների մուտքը արգելել են Հովանավանք, բայց կարգալույց եղած քահանան Իսկ օցիալ քահանանով է։ Օցիալ քահանան էր։ Իսկ կարգալույց եղածն ով է։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել նրանց անունները։ Այսինքն որպես քաղաքացի նորմալ եք վերաբերում։ Ես ճիշտն ասած չեմ։ Իսկ ինչ են տալու անունները ձեզ քահանաների, օցիալների, կարգալույց եղածների։ Ես նրանց անունները չգիտեմ, նրանց էլ չեմ հավատում։ Այսինքն ընդհանրապես աթեիստ եք, թե Չէ, հավատք ունեմ, բայց ես նրանց չեմ հավատում, որպես Նրանց ում ներողություն։ Ում եք դուք ասում։ Չէ, ես հարց եմ տալիս, ասում տեսեք գոյություն ունի հայ առաքելական եկեղեցի, ճիշտ է։ Միգուցե դուք հետևորդ չեք, դա այլ հարց է։ Հետևորդ եք հայ առաքելական Ես եկեղեցի։ չէ, հետևորդ չեմ։ Մենք այստեղից չենք։ Ահա, բայց հայ եք, չէ։ Կարծիք չունեք եկեղեցու մասին։ Չեմ կարող ասել, ամեն դեպքում ճիշտ է արել։ Շատ վատ կարծիքի, բոլորի մասին է շատ վատ կարծիքի, մանավանդ հիմիկվա ղեկավարության, որտեղ սա Ալիևի ծառան են, բոլորը։ Աշխարհում եք խայտարակն են։ Չէ, խոսեք։ Չէ, հավիճ չունենք։ Ոչ ինչ կարծիք ունենամ, եթե կարգալույց եղած է։ Կարակ ասեք։ Այ համառորեն փորձում են շարունակել իշխանությունները, վարչապետը ասում է մյուս կիրակի էլ է գնալու նույն կարգալույց եղած քահանայի պատարակին մասնակցելու։ Ինչ է կարծում, ինչ են ի վերջո ուզում։ Չգիտեք ինչ են ուզում։ Ուզում են թուրք դառնալ։ Ընդհանրապես կարծիք չունեմ։ Աթեիստ եք։ Որտեղ չեմ, համարյա։ Գիտեք այնքան բան կա խոսելու ուղղակի հիմա ես ժամանակ չունեմ խոսելու։ Նորմալ է, նորմալ չի։ Կարգալույց դա ընդունվել է վեհապարի կողմից, չէ՞, որ նա դարձել է կարգալույց։ Ես ոչ նրան եմ ճանաչում, ոչ էլ նրան եմ ճանաչում։ Տեղեկություններով եմ ասում։ Վեհապարը եթե ինքը այդպիսի կյանք է վարում, աշխարհիկ կյանք է վարում, ոնց նա կարող է ինչ-որ իր աշխատողներից մեկին, իր ենթականերից մեկին կարգալույց համարել։ Բայց փաստեր այդպես էլ չկա, չէ՞, վեհապարի։ Ասում են կա, ասում են, որ բոլոր վիդեոներով նկարահանված կա, տեսահոլովակներով նկարահանված կա։ Եթե այդպիսի բան կա, ուրեմն նա Լավ, բայց չէ՞ որ այդ նույն կաթողիկոսներ օծել ժամանակին նրան կարգալույցի, այսինքն օծումը ընդունում են կարգալույցները։ Գիտեք ինչ, այն ժամանակ, երբ որ օծել է, այդ ժամանակ երևի ինքը նորմալ կյանքով է ապրել։ Իսկ հետո ինքը հրապուրվել է աշխարհիկ կյանքով, ասում են, ես նորից եմ ասում, ես չեմ ճանաչում, չգիտեմ, ես փաստերն եմ արձանագրել։ Կարծում եմ, որ ինքը իրավունք չունի, նախ եւ առաջ ինքը իր արարքների համար պետք է պատասխան տա, հետո կարգալույց համարի։ Իսկ նրա արարքը ես ծանոթ չեմ, չգիտեմ։ Տեսեք, առաջնորդվում մի մասը ասում են, որ նա շատ լավ քահանա է եւ այլն եւ այլն։ Իսկ մի մասն էլ ասում է, որ ինքը աղանդավոր է։ Տեսեք, դուք ասեկոսներով եք առաջնորդվում, ասում եք այն ժամանակ երբ օծել է միգուցե նորմալ կյանքով է ապրել, բայց նույն ասեկոսների համաձայն կաթողիկոսը ունի աղջիկ, որը 40-ն անց է։ Իսկ օծումը ընդամենը մի քանի տարի առաջ է եղել այս կարգալույց եղած քահանայի, այդ մասով ինչ եք կարծում։ Բա ինչու են լռել այդ դեպքում։ Մենք իրյակ չենք եղել։
ովքեր Օրվա իշխանությունները բարձրաձայնում են։ ովքեր արշավ են սկսել։ Այսինքն կարծում եք, եթե փաստեր ունեցել, պիտի ավելի շուտ հրապարակվի։ Այո։ Եթե այդպիսի հարց կար, պետք է բարձրաձայնեին, որ ժողովուրդը տեղյակ լինի։ Իսկ եթե ժողովուրդը տեղյակ չի, հիմա են միայն ասվում դրա մասին, մենք բնականաբար տրամաբանորեն մտածում ենք, որ այո, եթե նա այդպիսի կյանքով է ապրում, նա իրավունք չունի ինչ-որ մեկին կարգալույց համարել։ Տեսեք, ասում էին կարգալույց եղած նախկին արդեն քահանան աջակիցների մեծ բանակ ունի, բոլորը կողմնակից են, բայց երեկվա պատարագին մենք ականատես եղանք, որ մեծավ մասամբ իշխանության ներկայացուցիչներ են այնտեղ, падգամավորներ, համայնքի ղեկավարներ։ Որտեղ։ Ինչ որ Հովանավանքում։ Հա, Հովանավանքում, այո։ Բայց տեսեք, օրինակ ChatGPT հաշվարկներով մոտ 550-750 մարդ է եղել, անգամ այս ռեսուրսի կիրառումով։ Այդ դեպքում որտեղ էին աջակիցները, ինչու չէին գնացել, եթե կան գոյություն ունեն։ Եթե աջակիցներ ունենային, բնականաբար աջակիցները կգնային, բայց քանի որ իշխանությունը ղեկավարներով հանդերձ իրենք են որոշել, որ իրենք պետք է գնան ու պատարագ իրենցից ընդունեն հաղորդություն։ Բայց պաշտոնապես չի եղել, չէ՞, այդ մասին ինֆորմացիա, որ իշխանության ներկայացուցիչներն են գնում։ Չէ, եղել է։ Ես Facebook-ում կարդացել եմ, որ անպայման։ Բայց նա ասել է, որ գնալու է, չի ասել, որ միայն իրենք են լինելու եւ կոչ է արել հավատացյալներին, սատարողներին գնալ։ Գրել են, որ կողքի գյուղերից, շրջաններից շատ մարդիկ են եղել։ Բայց այնտեղ ոնց պատտվում է իշխանության ներկայացուցիչներին։ Չէ, կադրեր կան, չէ՞, լուսաբանվել է լայնում։ Տարբեր գյուղերից, մոտակա գյուղերից շատ աջակիցներ են ունեցել։ Անգամ գրել են, որ վայ, իմ երեխային ինքն է օծել։ Իսկ ինչու էին բոլոր երեկվա կադրերում միայն իշխանության ներկայացուցիչներ, քարոզիչներ, ինչ եք կարծում։ Միգուցե միտումով էին այդպես ցույց տալիս։ Բայց այդ դեպքում կարող էին նաև իշխանական լրատվամիջոցներ լինել, ովքեր իրականությունը ցույց կտային, չէ՞, մենք հակառակը այդպես էլ չտեսանք։ Գիտեք ինչ, ընդհանուր հաշվով որ խոսենք, հա, ես չեմ կարծում, որ որևէ շարժում ինչ-որ մի բան կփոխի։ Եսի նկատի ունեմ ընդդիմությանը, հա, չնայած այնտեղ շատ խելացի մարդիկ կան, շատ լավ մարդիկ կան, պատրաստված ամեն ինչով, բայց մեծ հաշվով ես կարծում եմ, որ ոչինչ չի փոխվի։ Իսկ դուք հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք։ Ես պաշտում եմ Հիսուսին, ես ոչ մի աղանդ չեմ ընդունում, այո։ Ու ամեն դեպքում կողմ եք թե դեմ այս հակաեկեղեցական արշավին։ Հակաեկեղեցական արշավին կատեգորիկ դեմ եմ, բայց իդեմ վեհապարի ոչինչ չունեմ ասել, ձեռն պահեմ։ Երեք օրինակ կարգալույց եղած քահանան պատմաներ կասեմ պետք։ Խոսել նավերով թե կարծում եմ։ Ես չեմ կարծում, որ ինքը մանեղած է, չընդունված է։ Կարծում եք ընդունված է։ Եկեղեցին մարդը չի, եկեղեցին է։ Իսկ ուր էին աջակիցները, բոլոր իշխանության ներկայացուցիչները էին։ Ինչ գիտեք։ Կադրերում բոլորը։ Ընդդիմադիր եք։ Կադրերում բայց դուք ընդդիմադիր եք։ Բայց հարց եմ տալի, ընդդիմադիր։ Նենց ժողովուրդ, ով ասում։ Մենք ժողովուրդ ենք, դուք ես է։ Եթե դուք են կողմն եք բռնում եք, ես կողմն եմ կողմնա։ Նշանակումը սխալ ենք, երկուսս։ Փաստացի հարցը ինչ եք պատասխանում։ Երկուսս սխալ ենք։ Շատ սխալ է, ինքն էլ եղել իր վարչապետն է։ Մերսի։ Ճիշտ հավատք ընդունողը թող ճիշտ ասոն ընդունի, ոչ թե գնա կարգալույցի։ Առհասարակ մի բան պատկերացնենք, որ բանը վարչապետը որևէ մի նախարար բանանի հեռացնի աշխատանքից, պաշտոնաթողանի ու բանը եկեղեցին վերականգնի։ Ասենք առհասարակ եթե վերցնենք եկեղեցում քաղաքականացնելը որևէ երկրի համար բանը, հոգևոր կյանքի քաղաքականացնելը որևէ երկրի համար բացի անկումից լավ բան չի։ Այսինքն դուք կարծում եք իշխանություններն իրենք են քաղաքականացնում եկեղեցին։ Իհարկե, ու երկու փաստարկ բերեմ, առաջինը բանը մոտ 135-136 հոգևորական են կարգալույց արվել, ընդ որում ասենք նույնիսկ եպիսկոպոսներ, որոնք մեծ բան են ավանդ ունեն եկեղեցաշինության մեջ, բայց 7 տարվա մեջ որևէ մեկը իրան չսատարեց։ Ոչ մեկը ոչ աշխատանքային պայմանագիր հիշեց, ոչ բանը բարձրագույն հոգևորականության բանը շոշափեց, ազնական կյանքը եւ այլն։ Բայց այս դեպքում կարծես թե ամեն ինչ կարևորվեց մանավանդ այն պահից հետո, երբ որ
ամենան հայոց կաթողիկոսը Շվեյցարիայում հիշատակեց արցախցիների վերադարձի հիմնախնդիրը, խոսեց էթնիկ զտման մասին եւ Ալլահ շուքուր Փաշազադեն ասեց, որ եկեղեցին հայերի ինքնության պաշտպանման գործիքն է, բանն է։ Դուք կարծում եք կհաջողեն իշխանությունները հակաեկեղեցական արշավում։ Երկու բանից է կախված, որ եկեղեցին ու ժողովուրդը Աստծո կարճած լինեն, փորձությունները շատ են լինելու, բայց եթե ժողովուրդը հավատով լինի, եթե բանը ամեն ինչ թողի Աստծո բանին, Աստծո հովանավորությամբ, ոչ մի բան չի կարող եկեղեցուն վնաս տալ։ Երկրորդը խնդրեմ, երկրորդն էլ ես ասեմ 18 թվին երբ որ բանը սկսեց, նոր հայրապետ, նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը, մեր ընկերներից շատերը ուղղակի եկան Էջմիածին, ես էլ մասնակցեցի, ես էլ աջակցեցի, նույն իշխանությունները այդ ժամանակվա ԱԱՑ-ի ղեկավարի Արտուր Վանեցյանի խոստմամբ, Վալերի Օսիպյանի խոստմամբ, որը ներքին գործերի նախարարն էր, բաներ նույն իշխանությունները այդ շարժումը ճնշեցին։ Այդ ժամանակ շատ ավելի ծանրակշիռ փաստեր բերեցին։ Դուք կողմնակից եք կաթողիկոսի փոխվելուն այդ ժամանակ։ 18 թվականին բանը ռեֆորմ, այո, հա, ռեֆորմնի կողմնակից էինք, բայց 18 թվականին հենց իշխանության հորդորով բանը ճնշվեց դա։ Ինչ ասեմ, թող ամեն ինչ լավ լինի։ Նորմալ է այսինքն, որ կարգալույց եղած քահանան պատարագամատություն։ Այո։ Իսկ օծյալ քահանաների մուտքը արգելել էին եկեղեցի։ Շատ իզուր։ Ինչ գործն, ոչ մի բան, մեր երկրի նախագահից ես ոչ մի լավ բան ոչ սպասում եմ, ոչ էլ մտածում եմ իր մասին։ Օծյալ քահանաների մուտքը արգելել էին եկեղեցի երեք։ Եվ ձեր կարծիքով դա ճիշտ է։ Ես ձեր կարծիքն եմ հարցնում։ Ճիշտ չի, Ինչ եք համաձայն կարծում, չեմ ի իրանց վերջո հետ։ կհաջողեն հակաեկեղեցական արշավում իշխանությունները։ Եթե ժողովուրդը չուզի, չեն հաջողվի, օգնի։